Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս գործընթացի հանգուցալուծումը հաշվի առնելով նաև պնդումները, որ համատեքստը քաղաքական է։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս գործընթացում խնդիր ունեն իշխանությունները, որովհետև իրենք պետք է հասկանան, թե ինչպես են այս գործընթացը ավարտի հասցնում, որովհետև զրո իրավական գործընթաց, որևիցե տեսակի մեղադրանքները ոչ մի ձևով չեն հիմնավորվում, եւ այս իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես են սրա ավարտը տալու եւ ինչպես են այս 18 արդարների հարցը լուծելու։ Սակայն կարծում եմ, որ մեր համար շատ կարևոր է, որպեսզի որքան հնարավոր է տեղի ունենա իշխանափոխություն եւ այս դատական ֆարսերը, որը ոչ միայն այս նստավայրում է, այլ մենք ամեն օր տեսնում ենք, որ տարբեր դատարաններում տարբեր այսպիսի իշխանահաճո դատավարություններ է տեղի ունենում, դրա ավարտի միակ երաշխիքը այս իշխանությունների հեռանալն է։ Պարոն Հակոբյան, մենք տեսանք, որ Արցախի հանրապետության մասին հիշատակումը արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի մասին է խոսույթը, պատճառ դարձավ, որ հայ առաքելական եկեղեցու շուրջ մեծ գործընթաց մեկնարկի, վեհափառի հայտնի հայտարարությունը Շվեյցարիայում դարձավ այսպես գործընթացի կայծը երկրորդ փուլի։ Ինչ է կարծում, այս կերպը նաև փորձ է արվում վերջնականորեն փակել Արցախի էջը, որ այլևս խոսողներ չլինեն, այդ այսպես կոչված ձգտումները մարեն եւ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին ինչպես է արձագանքում։ Բոլոր այն արժեքները, որոնց հային հայ է պահում, այս իշխանությունները փորձում են հերթով դրանք վերացնել, բարոյազրկել, արժեզրկել։ Արցախի հանձնումից հետո բնականաբար պետք է նաև ավարտին հասցնել Արցախի մասին ընդհանրապես խոսույթը, որ այս իշխանությունների ամենագլխավոր նպատակներից մեկն է կարծես թե, եւ նրանք տարբեր ոչ հիմնավորված մեկնաբանություններով ուզում են մեզ ապացուցեն, որ Արցախը այնուամենայնիվ մեր համար վտանգ է եղել, ոչ թե պաշտպանության վահան։ Հաջորդ եւ ոչ կարևոր հանգամանք է նաև հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված այս արշավը, որը նույնպես հայ ազգի ինքնության, նրա լինելիության այդ հիմքերի խարխլումն է եւ ընդհանրապես այս իշխանությունները մերժում են այն ամենը, ինչ որ մենք ունեցել ենք ոչ թե տարիներ շարունակ, այլ դարեր շարունակ եւ ըստ իրենց ստեղծում են ինչ որ նոր հանրապետություն, նոր գաղափարախոսություն, որտեղ ոչ հայ կարող է լինել, որտեղ ոչ հայ ազատագրական պայքարի մասին խոսք կարող է լինել եւ ընդհանրապես որևիցե կապ չի կարող ունենալ դարերի պատմություն ունեցող հայ ազգի հետ։ Եվ Փաշինյանը պատմական ակնարկ էր անում, պարոն Հակոբյան, անդրադառնալով նաև Ադրբեջանի նախագահի խոսույթին, Սևանի վերաբերյալ, որ ինչքան հետ գնանք Ադրբեջան պետությունը չկար, բայց ասում է 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո լրիվ այլ իրողություն է եւ պետք չէ խորանալ այդ պատմական մանրուքների մեջ։ Գիտեք, գալու է ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանությունների այսօրվա իրականությունը նույնպես դառնալու է պատմություն եւ կարծես թե մենք այդ ժամանակ չպետք է խորանանք այն պատմական երևույթների մեջ, որը այսօր մեր իրականությունն է։ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշ ժամանակով լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, սակայն նա չի կարող ջնջել, վերացնել հայ ժողովրդի պատմությունը եւ ուղղակի ինչ որ ձևով ցանկանալ Ադրբեջանի Հանրապետության այդ հանցավոր ռազմաքաղաքական իշխանության խոսույթը արդարացնել, դրա համար սկսել դեմ խոսել հայ ազգի պատմությանը, կարծում եմ եւս այս իշխանությունների վարած քաղաքականության հիմնական առանցքներից մեկն է։ Հայ ժողովրդի պատմությունը ոչ մեզանով է սկսվել, ոչ էլ մեզանով ավարտվելու է եւ կարծում եմ, որ պատմական արդարությունը վերականգնվելու է եւ այս բոլոր այսօրվա ոչ հայեցի արարքներին պատասխան է տրվելու։